որպես իրավական գործիք, իրավական մեխանիզմ, բարձրագույն, կարևորագույն եւ թերևս կարելի է ասել միակ այսպես գործիքն է մնացել եւ դրա համար մենք նաեւ գտնվում ենք այստեղ։ Մենք գտնվում ենք այստեղ նաեւ դուք տեսնում եք մեր տրանսպարանտները, որոնք որ վերաբերում են քաղաքական բանտարկյալներին, ես առաջ գանք, հա, որոնք որ վերաբերում են քաղաքական բանտարկյալներին, քաղաքական բանտարկյալների ազատության կոչեր կան, մեր Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հենց ժողովրդի ընտրական իրավունքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքը պաշտպանելու համար է այսօր գտնվում կալանավայրում, որովհետև մենք վերջի ընտրություններին մասնավորապես, իսկ առհասարակ վերջին 3 տարիների ընթացքում ընտրական գործընթացում Հայաստանի Հանրապետությանը միշտ պաշտպանել ենք քաղաքացու ձայնը, քաղաքացու քվեն, փորձել ենք անել այնպես, ինչպես դիտորդական առաքելությամբ, այնպես էլ վստահված անձանցով վերջին ընտրությունների ժամանակ մենք պաշտպանել ենք այդ կարևոր իրավունքը, կարևոր սահմանադրական իրավունքը, որը ամրագրված է։ Փորձել ենք անել այնպես, ինչպես դիտորդական առաքելությամբ, այնպես էլ վստահված անձանցով վերջին ընտրությունների ժամանակ մենք պաշտպանել ենք այդ կարևոր իրավունքը, կարևոր սահմանադրական իրավունքը, որը ամրագրված է Սահմանադրության 2-րդ հոդվածով։ Եվ մեզ պատժելու համար, մեզ թուլացնելու համար մեր համակարգողին այսօր տարել են եւ կալանավորել են։ Եվ Ավետիք Չալաբյանը բնականաբար միակը չէ, Ավետիք Չալաբյանի կալանավորումը շղթայի մասերից մեկն է։ Բոլոր այն անձինք, Արմեն Աշոտյանն է, Անդրանիկ Թևանյանն է, մեր եպիսկոպոսներն են, եւ եթե ես թվարկեմ բնականաբար օրը կմտնի, բոլոր այդ մարդիկ պայքարում են նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական գործընթացներ, ընտրական գործընթացներ, իրավական, ցանկացած գործընթացներ լինի միայն հայ ժողովրդի կամքով։ Ոչ մի Էրդողան, ոչ մի Ալիև մեզ չկարողանա թելադրել։ Եվ դրա համար մենք պայքարում ենք, իսկ քանի որ մենք ունենք իշխանություններ, որոնք որ շարժվում են հենց այդ թելադրանքով, ներկայացնում են հենց այդ ուժերին, այսպիսի մարդկանց լրացնելու համար եւ Ալիևյան սահմանադրությունը հանգիստ անցկացնելու համար ձերբակալում, կալանավորում, մեկուսացնում են եւ փորձում են լրացնել ազատ խոսքը։